Պատրաստակամությունը իմաստություն է։ Այսօր միասին կբաժնեցինք 10 գույսերու պատմութենեն Մատթեոս 25-րդ գլուխ 2-րդ համարի մեջ կսե անոնց մե 5 հիմար էին, իսկ մյուս 5 իմաստուն։ Տեր Հիսուսի ամենախոր ուսուցումներեն մեկն է ասիգա եւ պատրաստակամության, իմաստության եւ երկինքի արքայության մասին կխոսի։ Եվ ասիգա հասկանալու համար պետք ունենք իր մշակութային եւ հոգեվոր անգույնեն դիտել եւ նայել, որովհետեւ Տեր Հիսուս բնավ բամը չեր խոսեր մարդոց սովորականեն սովորություններեն անտին հերու կխոսեր բաներ, որ մարդոց համար արդեն առօրյայի մեջ հասկանալի էին։ Առաջին հերթին հրեական մշակույթին մեջ ինչ կնշանակե այս գույսերուն պատմությունը։ Հրեական սովորության մեջ հարսանիքը ընդհանրապես կսկսի եւ կգադարվի 3 հանգրվաններով։ Այդ 3 հանգրվաններուն մեջ առաջինը նշանախոսությունն է, որ մենք ալ մեր գարքին գիտենք։ Իրենք քիդուշին կգոչեն, որ օրինավոր նշանախոսություն է, նշանախոսությունը հրեաներուն կով ամուսնացածի պես ամեն բան գլար բացի սերային հարաբերությունը, այդքան զորավոր իր ազդեցությունը ուներ եւ հաջող 1 տարի կդեվեր նշանախոսությունը զույգին միջև։ Այդ ժամանակամիջոցին գար նախապատրաստական ժամանակաշրջանը, այդ միջոցին Պեսան իր գարքին դեղմը կշիներ, ընդհանրապես իր հորդան մեջ սենյակ մգավելցներ, կովը սենյակ մդանիկը սենյակ մգավելցներ եւ պատրաստվեր իր գարքին, որբեսի իր հարսը դում բերե, որուն մասին հոգևորապես կտեսնենք Հիսուս մեզի իսավ ես կերտամ հորսկով ցեզի համար դուն պատրաստելու եւ բնավ հերու չեր մշակութային հասկացողութեն են այդ ժամանակամիջոցին աղջիկը իր գարքին կպատրաստվեր իր ամուսինին կալուն կպատրաստվեր որբեսի ամուսինին հետ երթա եւ իր ընտանիքին յանի նոր ընտանիք կազմելով իր կյանքը սկսի ինքզին կպատրաստեր այդ նոր կյանքին համար եւ գար նաեւ աս ժամանակամիջոցին հարսանեկան թափոր սվածպանը որ անջարցիները լավ գիտեն ես ալ լավ գիտեմ անջարցի չլալով որովհետեւ հոն ապրեր եմ բզդիգուց ամենալավ օրերն էր որովհետեւ անջարի մեջ ով որ հարսանիքներ այ մարդ գերտար եւ բոլորս գկալեինք այդ թափորին հետ եւ կարեւոր էր կալել թափորին հետ իմաստ չուներ կալել զադեն վերջ առանցին երթալ հարսնցույն դունը պետք է դղա մարդուն հետ Պեսային հետ թափորով երթային եւ այդ մանրամասնությունները ունեին այս մեկը գար նաեւ հրեական մշակույթին մեջ ուրեմն ընդհանրապես Պեսան քիշերը անագնգալ անսպասելի ժամանակը իր բարեկամներուն հետ միասին գուքար հարսը իր մոտ առնելու համար այս ժամանակ որտեղ արդեն նշանված են գուքար որբեսի իր մոտ դանելու համար իսկ հարսին բարեկամները նկատի ունենալով որ Պեսան իր բարեկամներուն հետ պիտի կա հարսը առնելու մշակույթի մեջ գար այդ սովորությունը որ իրենք ալ լապտերները պատրաստած սպասեին Պեսային եւ Պեսային բարեկամներուն քալը այդ ժամանակվան մեջ անպատրաստ լալը մանավանդ իրենց լապտերներուն մեջ յուղ չունենալը լուրջ անբադվող բամներ որովհետև եւ վտանգավոր բամներ որովհետև մինչ իրենք կսպասեին Պեսային քալուն այն ադեն գարավարական լույսերը չգային ճամփաները
շատ մութ կլային եւ նույն ադեն վտանգավոր կլային, հետեւաբար պետք է որ լույսը վարեր։ Եվ չեմ զարմանար, որ այսօր մենք մեր լույսերը վարած չցկենք, մեր սիրտին լույսերը, որովհետեւ մենք խավար աշխարհի մեջ կաբրինք, ինչքանալ լույս ունենանք, ինչքանալ լուսինեն գարկ մի երկիրներուն լույսը երևի, դակավին մենք մութի մեջ կաբրինք, խավար աշխարհի մեջ ենք, խավար թշնամի ունենք եւ վտանգավոր է մեր լույսերը մարած ապրիլ գրնանք հանդիպիլ լեցուն հարցերու։ Հետևաբար պետք է որ իրենց լաբդերները վարած լային եւ իրենց լաբդերներուն մեջ յուղ ունենային։ Լաբդերը կներկայացնե մեր անձերը, որում մեջ միշտ պետք է մենք յուղ ունենանք, որովհետեւ գարենանք վարիլ։ Լաբդերը կունենար աբագիմը վրան, լաբդերը կունենար հadouk գդորմը բադրույք մգունենար, այդ բադրույքը գլար կտանե եւ անոր խորը մեջը թրված գլար յուղին մեջը եւ բզդիկ բաժին մթուրս գելեր, որբեսի վարեին եւ երկար ժամանակ ադիգա լույս տար։ Հետեւաբար աբագին ինքը իր գարքին արկելք հովերեն լույսը մարող բոլոր հովերեն կբահեր եւ այդ բադրույքը մաքուր կոթոնե գլար եւ իր մեջի յուղնալ մաքուր գլար որբեսի սև չլա մեջեն դուրս եւ հետեւաբար այլևս լույս չեր դար։ Ասիկա նաեւ խորհրդանիշ է մեր ցանկերուն, մեր առօրյային, մենք ունենք անդեսանելի մեր շուրջը բադած հոգևոր ցանկի պաշտպանությունը, որ մեր ներսիտին լույսը վարած կբահենք։ Եվ լույսը վարած բահելով մեր քայլերը հոգևոր մեր քայլերը, մեր հոգևոր ցանկի քրիստոնեական նպատակները գիրականացնենք։ Հետևաբար մեր բաժինը, մեր շուրջ գտնված հոգևոր պաշտպանության մաքուր բահելուն համար մենք պետք ունենք մաքուր յուղ կործածելու եւ բադրույքը վարելու։ Հետևաբար բադրույքը, որ գվարի եւ վերջավորության գսպարի, իրականության մեջ ըստ ինձի համար մեր ցանկերեն ներս գտնված եւ սպարվելիք բաներն են։ Մեր ցանկերեն ներս գտնված եւ սպարվելիք բաները այն բաներն են, որոնք այս աշխարհին կվերապերին, որոնց համար մենք մեռած ենք, որոնց արժեքը չենք տար մեր հավատքեն ավելի, պատրաստ ենք մեր ցանկերեն ներս այդ բաներեն հրաժարելու, այդ բաները վարելու, իշա, որ մենք Աստծո համար լուսավոր մնանք մեր ցանկի ընթացքին, բայց մենք անոնք չենք վարեր միան վարելու սիրուն, մեր ցանկերը թաթխված յուղին մեջ, Սուրբ Հոգին հետ հաղորդակցության եւ մդարմության մեջ մենք գորոշենք մեր ցանկերը սպարել, մեր ցանկերը ներս գտնված աշխարհիկ բաները սպարել, որբեսի մենք իբրև լույս վարենք։ Հետևաբար մեր ցանկերը գնմանին այդ լապտերներուն, որ 10 գույսերը բռնած էին։ 10 գույսերն ալ իրենց գարքին կներկայացնեն բոլոր հավատացյալները, բայց դժբախտաբար բոլոր հավատացյալները նույն նպատակա ուղված պատրաստակամությամբ չեն աներ։ Հավատացյալները հավատացյալ գլան, հավատացյալի որոշումը գարնեն, բայց ամեն օրվա իրենց ցանկի ընթացքին համացայն գաբրին։ Մեր ամեն օրվան կյանքը մենք պետք է ապրենք, արգելք չունենք ադիգա ապրելու, բայց մեր ամեն օրվա կյանքը օրվան համացայն պիտի չապրիմ, իմ հավատքից թելադրածին համացայն պիտի ապրիմ։ Անկախ ինչ գբարդատրե ինձի։ Օրինակ տամ ցեզի, ամեն օր իմ աղոթներես առաջ եւ իմ աղոթներես վերջ, իմ գետրոնացումս այն է, որ ես գարենամ ապրիլ այն ցևը, որ Աստված կառաջարկե։ Ինչ գարաչարգ է իմ առօրյայիս մեջ։ Ես ինչպես պետք է շարժիմ, ինչպես պետք է միտքս մարզեմ։ Ամեն անգամ որ Աստծո խոսքը գարտամ, նույնիսկ երբ այդ խոսքը գիտեմ, մեկնաբանությունը գիտեմ, 1000 անգամ այդ մասին խոսած եմ, բահմը ժամանակ առնելով դերոջ կհարցնեմ այսօր, այս բահուն, այս ժամանակին, ինչ է քու նամակդ առաջնորդությունդ ինձի քու գամքի տամացային շարժելու այս հատվածին մեջ են, այս համարի մեջ են, որ իմ սրտիս խոսեցավ։ Եթե ես ասեմ այս համարը գիտեմ, իմ սրտիս չի խոսիր։ Եթե դու ասես այս համարն ու պատմությունը գիտեմ, սիրտից չի խոսիր։ Նախ պիտի գարտաս, գարձես դու Աստծուց մի բան մը կսպասես,
որբեսի Աստված ալ իր գարքին խոսի։ Եվ որ սիրտը ջմլվի ցևով մը, անգետ դերոջ առաջնորդությունը գխնդրես, ընդհանրապես գամ դերը քեզի այսպես ուղագի մղում գուտա, ինչ որ ինձի գլայս ամիջապես վերջը լեզուներ գխոսիմ, քորաշապանատականը շատ մեմ համեստ եւ գսկամ հարցումը հարցնելու նախատասությանս վերջը, նաեւ ես լեզուներ գխոսիմ եւ վերջավորության շատ բարձ սովորական արտահայտություն մտուրս կուքա, բայց այդ արտահայտությունը երբ գառնեմ իրեն գբռնվիմ հետը գսկսիմ քալել, յետևեն ուրիշ արտահայտությունը, յետևեն ուրիշ արտահայտություն, վերջավորության դուրս կուքա միտքը խաղապարը, որ շատ հաճելի է, գարժե անոր բռնվիլը, հաղթվեցավ եւ բարդվեցավ իմ մեջս գտնվող այս բաղմությունը գիտեմը ցանցրանալը, հապա գաբվեցա այդ համարը եւ փափակեցա այդ համարին ազդեցությամբ լման օրս ապրիլ։ Փափակեցա այդ համարին համացան աղոտ կնելսել դեր ես անցս գնվիրեմ այս ցևին, գնվիրեմ այս սկզբունքին, անցս դրամատրեմ այսօր այս ցև քալելու։ Տեսեք, ամբողջ սկսի փոխվիլ պայմաններն ու բարակաները, որովհետև ես հավատքով հանցնեցի կորձս դիրոջ եւ դերը ինքը ստանցնեց Սուրբ Օքիով զորացնել։ Ես չեմ հավատար, որ Սուրբ Օքին փնավ հերույ է, չեմ հավատար մենք գաղութենք եւ ինքը չի դար, ես գահավատամ երբ գաղութեմ եւ չեմ արներ, փամը գա պետք է շտկվի։ Անցս գահանցնեմ շտկվելու, անցս գահանցնեմ առնելու ինչ որ պետք է եւ դերը անպայման պիտի կա։ Շատ անգամ դժվար է, շատ անգամ ուշ է, շատ անգամ շատ նեղի մեջ կգտնվիմ, շատ անգամ անցս չեմ գնար զսպել լուծումներ դուրս բերելու համար, բայց դա գավին չեմ արտոներ, որ Աստուծմե արակ շարժիմ, որովհետև գիտեմ որ ադիգա վերջավորության վնաս է։ Հետևաբար 10-ին գույս, 10-ին հարսին քույր հարս քույրերը կամ բարեկամուհիները, ինչպես որ գրնան ըսվիլ, բայց բոլորը իմաստուն չէին, բոլորը իրենց հոգևոր ցանկին համաձայն չէին ապրել, կամ բոլորը փեսանը սпасելու կորձողությանը սկզբունքներուն համաձայն չէին ապրել։ Այսինքն ելլելը ցույց կտա, որ ինքը արդեն գուզե, բայց լման հագարակը եւ անբադիվ բանը գներ։ Հետևաբար եթե մեկը ելեր առանց յուղի ինք գզրգվեր խնջույքեն, որ գտեսնենք դեր Հիսուսալ իր գարքին նույնը ասած է, կարևոր էր սովորական օրենքին մեջ անգամ, կարևոր էր փեսային թափորին հետ քալելով մտնել խնջույք։ Չէ իր գրնար խնջույք մտնել առանց փեսայի, այսօր այդպես չէ, եւ որ բսագնեք եւ կոկտեյլնեք որուն կհրավիրեք, ձեր ցանոթները չէ, ջամփան գտնվող մարդիկը չեն գրնար կալ, օդարները չեն գրնար կալ, ով որ ցանոթ է, միանանուն կուքան։ Եվ հետևաբար միանանուն գրնային թափորին հետ մտնել մշակույթապես եւ դեր Հիսուս այդ օրինակով ասա որ իրեն պետք է հանդիպին, իրեն հետ միայն կարելի է այդ երկինքի արքայության խնջույքին մտնել։ Հոգևոր մեկնաբանությունը այսպես դամցեզի, ինչպես գույսերը կներկայացնեն եկեղեցին, կներկայացնեն այդ անձերը, որոնք կսպասեն Քրիստոսի երկրորդ քալուստը, սպասողներն են այս մարդիկը, մենք սպասողներ ենք, ովինի դսե դու սպասող ես, ամեն, դսե սպասող ես դու, եւ ասիգա այսպես վերնակիրով թող գրվի քու կյանքիդ մեջ, որ դուն կորձի մեջ, դունին մեջ, փարկացած ադենդ, նեղացած ադենդ, հարուստ եղած ադենդ, աղքատ եղած ադենդ, զորավոր եղած ադենդ, դգար եղած ադենդ, բեք է դու սպասողը լաս, ասիգա վերնակիրը լա, եւ բեք չէ վերնակիրը փոխվի ըստ կյանքիդ պայմանները։ Շատեր կան, երբ աղքատ են, սպասող են, հարուստ լան այլևս չեն սպասեր։ Շատեր կան, երբ նեղության մեջ են, սպասող կլան, երբ նեղություն չունին, չեն սպասեր։ Մարդոց կյանքի պայմաններուն համաձայն շատ անգամ իրենց կյանքին վերնակիրները կփոխվին, չես կնար փոխել, եթե դու Քրիստոսը կսպասես։ Ասոնք հավատքի խոստովանությունը ունեին եւ արդակնաբես հավատքի խոստովանությունը ունեին, այսինքն իրենք ցույց կտային իրենց վարմունքով, լապտերը բռնած, գույսերուն հետ եղած, գերտային եւ փեսան կսպասեն, արդակին խոստովանությունն է հավատքի, բայց 5-ը ասոնց մեջ են պատրաստված էին ճշմարտապես, ինչպես որ օրենքը կպահանջեր ճիշտ ենթարկված էին օրենքին, իրենց հետ ունենալով յուղ, որ խորհրդանիշ է Սուրբ Օքին, ներքին կյանքին,
խորհրդանիշ է, կամ ալ անհատական մտերիմ հարաբերության Աստծո հետ։ 5-ը իրենց հետ ունեին այս բաները։ Իսկ իմաստունները իրենց հետ արին իրենց լապտերներուն համար յուղը, որ նաև նշանակե հոգևոր պատրաստակամությունը, ոչ միայն արդակին գրոնական կորձը։ Եվ որ մենք գաբրինք մեր հավատքը գրոնական կորձը չէ որ գնենք, մեր նվիրումին, մեր հավատքին արդյունքն է գնենք եւ ճիշտ անոր համար է դժվարություններով կհանդիպինք։ Երբ դժվարության հանդիպինք, բոլորս ալ մեր ղարքին, մեր չափով դժվարություններով կհանդիպինք, չփախինք։ Եգուր նեզինա ինչ դալիք ունիմ։ Պետք չէ փախիմ։ Եթե փախիմ ինք հաղթեց։ Եթե հաջողեցա փախչիլ, ինք հաղթեց։ Ես դգարությունը շալգեցի, դուների եւ փախա։ Ուր երտամ դագավին փախուստ պիտի ունենամ։ Ուր երտամ դագավին պիտի հանդիպիմ տշնամիմը, որ նույն գետին մեջ ինձ պիտի հալածե։ Ես պիտի հաղթեմ, դժվարության հանդիպեցար սեգուր նայր, ես աղոտքի երտամ։ Հետս նստե, ուր պիտի երտա վերջապես։ Ուր պիտի երտա։ Քիչմը թևը պիտի ուշանա աղոտքի ադեն միտքեր դալու տերևս։ Բայց վերջարության գլուխը պիտի ջզմվի։ Հիմար գույսերը յուղ չունեին իրենց հետ, կներկայացնեն այդ մարդիկը, որոնք պատրաստ գերևին, հավատացյալ է, ամեն գիրակ եկեղեցի գերտա, դասանորդ կուտա։ Բայց հարազատ հավատքը, քրիստոնեական կյանքը իր մանրամասնություններով ապրվող հավատքը կբացի իր մեջ, հոգևորապես անհոգ է։ Քանի օքի սկացած է իր կյանքեն ներս հոգևորապես անհոգ լալը, անցած է ժամանակը եւ ինքը հոգևորապես սկացած է անհոգ է հոգևոր բաներուն նկատմամբ, այդ կան դարված է ուրիշ բաներով։ Քանի օքի ունեցեր այս մեկը, շատ բնական է։ Որտեղ մենք վարժվինք օրենք դուրսեն ապրիլ, թեմ տնելեն մենք մեզի կզսպենք։ Ժամանակը, եթե ես դրդուն չունենամ իմ մեջս, եթե դու դրդուն չունենաս քո մեջդ, մեզի մեր քրիստոնեության հանդիպող դժվարություններուն թեմ տնելու դրդուն չունենանք, այդ դրդունը բադահական բան չէ։ Այդ դրդունը իմ հավատքս պիտի ուդե, քո հավատքդ պիտի ուդե։ Չես կրնար դու այդ դրդունչին դեղ դալ։ Պիտի այդ դրդունը հերացնես քո կյանքդ։ Պիտի հերացնես քո կյանքդ։ Դժվարության հանդիպեցար առաջին բանը որ վրատ պիտի դիրես զգացումներդ մեջ դրդունչը բեք չելա։ Առաջին բանը որ պիտի լա դերը իմ հետս է, դերը իմ բահաբանս է։ Եվ որ մահվան շուքին ծորին մեջենալ անցնիմ, պիտի չվախնամ։ Դերը ինձի հետ է։ Իր ծուբը եւ իր խավազանը զիս պիտի պահեն, պիտի ասեմ այս բաները ասելը գախարտական բարերը սել չէ, իմ գեցվածքը շտկել է։ Եվ որ մեկում հետ խոսիս եւ բաներ քեզի ասե, որոնց մեջ դու քու դեսագետը ունիս, իր ասելեն իդ կսես բայց նայր ես այսպես կմտածեմ, իմ դեսագետս քու դեսագետի համացայն չէ։ Եվ որ ցանկը քեզի բաներ բերե եւ ինքը իր բաժինը է, ասեն օֆ ես իմ դեսագետս դարբեր է։ Դեր ինձ պիտի բահե, դերը պիտի պաշտպանես, լավ պիտի լամ, ես օքեյ պիտի լամ, ես պիտի հաջողիմ, ես աբուշեմ, ես խենթեմ, ես իմաստություն չունիմ, ես պիտի արմենեմ պիտի ունենամ, դերը պիտի դա ինձի։ Անոնց համար ես պիտի աշխատիմ, ինչ որ է պետք է ես պիտի ընեմ, ես պիտի հասնիմ այդ բանին, որ ինձի սահմանված է հասնիմ, ես պետք չէ ենթարկվիմ այդ պայմաններուն։ Աշխարհի վրա գտնվող մարդիկը, որոնք հաջողություն ունին, բոլորը հավատացյալ կամ ոչ, այս մեթոդը կործածած են։ Այս մեթոդը կհաջողի մարդուս կյանքի մեջ, որտեղ մարդու կյանքին սկզբունքը այդպես է։ Ադե ցևը, որ Աստված դրած է։ Մենք չենք կնար որոշել, դժվարություն եղավ։ Վերջեսել, այս դժվարությունը երբ երթա, այդ ինչ է, կյանքդ գլեցնես, ադո քիրքեր կգրես, բայց ներքնաբես դեսագետը չես բարձր։ Ես օրական լեցում բաներու մեջ իմ դեսագետս բարձել կսորվիմ։ Որովհետև լեցում բաներ այդքան մդերմիկ
գերբով գուքան եւ գմխրջեն մտքիս եւ սկացումներուս մեջ, որ ես պետք ունենամ բահ մարնելու, որ զանազանեմ դեսագետս, մույս դեսագետեմ, որ շատ համոզիչ գերբով կյանքես ներս մտավ։ Շատ պետք կգսկամ, որովհետեւ հոգեվոր բادرազմ է, բայց ես չեմ ուզեր հանցնվել։ Լեցուն բաներ կհանցնեմ, պիտի չհանցնվիմ։ Գիտեք, նույնիսկ բաներ եղած է, որ կյանքիս թեմ նկատված են։ Ես հասած եմ այդ կյանք։ Ես ավելի լավ կյանք ունիմ։ Պիտի չարդոնես պամը դիրե սրդիտ մեջ։ Յուղը եկեղեցու հայրերուն կողմէ միշտ նկատված էր Սուրբ Հոգիի ներկայությունը, անոր միջոցով կու մեջը դուրս եկող սերը, մանավանդ եկեղեցու հայրերը սկիզբենի վեր համաձայնաբար ասած են, որ յուղը խորհրդանիշ է շնորհքին, որ վերջին վարգյանին կարելի չէ ցերկ բերել։ Սուրբ Հոգին ներկործությունը, օգնությունը վերջին վարգյանին չես կնար ցերկ բերել, որովհետև յուղը պատրաստելը ժամանակ կառնե, յուղը լապտերիտ մեջ լեցվելը ժամանակ կառնե, վերջին վարգյանին չես կնար անել, համոզված բան մնե ասիգա Աստվածաշունչին, վերջին վարգյանին չես կնար։ Մեզ մեքանի հոգի խնդիրի հիվանդության բարակայի արչև գտնված է, ուզած է աղոթել, բայց բարական իր մեզ օրավորը սկացած է։ Քանի հոգի ունեցել այդ փորձառությունը, պիտի չի կարենա մաղթել։ Մենք վերջին վարգյանը չէ որ գունենանք յուղը։ Եվ այդ մեկը ընդունված է գշեշտեն հայրերը ճշմարիտ պատրաստակամությունը կարելի չէ նաև ուրիշի հետ բաժնեկցիլ։ Ես չեմ գնար իմ յուղս քեզ հետ բաժնեկցիլ, չեմ գնար իմ շինած օծությունս, որ դիրոջ հետ հարաբերության եւ մդերմության կապված է, հանել անգե քեզի դալ։ Չեմ գնար։ Ես քեզի գծարայեմ անոր ուժով, բայց չեմ գնար անգե քեզի դալ։ Ես չեմ որոշեր ադիգա։ Հետևաբար այս համոզումն ալ գա, որ ուրիշեն կարելի չէ առնել, եթե մենք անձնապես չպատրաստվենք։ Պետք է անհատը ցերկ բերե իր առօրյային ընթացքին դերոջ հետ մդերիմ հարաբերություն ունենալով։ Հետևաբար շեշտը տրված է այս բաղմության մեջ արթուն լալուն, հարադավելուն եւ ներքին պատրաստակամության վրա, ոչ միայն վերջին վարգյանին արդակին չանքեր ընելու վրա, ցույց տալու համար, որ մենք ալ հավատացյալ ենք, մենք ալ գուզենք ոչ, Աստծո ցևը որտեքրելը շատ ավելի զորավոր ազդեցություն ունի մեր կյանքերուն վրա։ Հետևաբար սիրելիներ, իմաստունները հոգեբանորեն գանխադեսություն ունեին, գանուխեն մտածողներ էին։ Մենք գանուխեն կմտածենք, ոչ թե վերջին վարգյանին գցենք։ Եթե վերջին վարգյանին գցենք, ադիգա նույնիսկ հավատքերու մեր հոգեբանության մեջ թերություն է պետք է շտկենք։ Որովհետև պատրաստվեցան Պեսային հանդիպելու, երբ դակավին դեսանելի որևէ մեկ նշան չկար, Պեսան դեսանելի չէր, երբ պիտի կար հայտնի չէր, բայց իրենք պատրաստված էին իրենց արած քայլին համար։ Հիմարները հետացկելով գաբրեին, հետացկած էին։ Կամ կգարձեին, որ ինչպես լա մեկը մեզի գուդա յուղ։ Չէ, ինչպես լա մեկը մեզի գուդա։ Ասիգա հետացկող հոգեբանությունն է իր ժամանակին չնել։ Պետք է հասկանանք, որ մեր կյանքերեն ներս Սուրբ Հոգին ներկայությունը դեպի մեր մարմինին մեջ, մեր լապտերին վրա ազդելու եւ վարելու համար ինքը ընթացիկ է, ժամանակ կառնե։ Վերջին վարգյանին լալիք բամը չէ, չեմ գնար կովինես առնել, մեգեմ առնել, ինձի կսիրես դուր, չես գնար։ Գիտեք ես ինչքան մարդոց աղոթած եմ, բայց պատասխան չեմ արած, ես բոլորին հետ աղոթած եմ եւ ուզած եմ, որ իրենք լավ լան։ Ես գրնամ ծարայել մարդոց, չեմ գնար ամեն բան որոշել, դունալ նույնպես,
Հետևաբար մեզի կզգուշացնե այս հատվածը հոգևոր կողունակութենեն։ Կողունակություն հոգևոր բեկչելլա, որ գշեղե մեր մեջ գտնվող գրագը գմարե, մեզ գշեղե մեր փուն նպատակագետեն, միս կողմեն կկաչալերը, որ օրական դերոջ հետ մդերիմ ժամանակ անցնենք։ Հետևաբար Սուրբ Հոգին մեր կյանքերուն մեջն է եւ այսօր մեր կյանքերու մեջ կաշխատի, որովհետեւ մենք վարինք մինչ կսպասենք մեր Տիրոջ եւ կարեւոր է մաքուր գրակ վարենք, մաքուր գրակ վարենք, գտնենք մեր մեջ ինչ բաներ պետք է վարին, ինչ բաներ աշխարհին կպատկանին, ինչ բաներ սխալ են, ինչ բաներ երկար գնենք, պետք է ավելի քիչ ընենք, բաներ, որոնք պետք է վարին։ Գիտեք, այսպես է գործողությունը։ Սուրբ Հոգին գրնա բանդի ելել։ Սուրբ Հոգին մեր ներսիտին իր խոսքով եւ իր աշխատանքով մեզի կհայտնե ինչ բանը պետք է վարի։ Եթե մեզի հայտնած բաները, որոնք պետք է վարին, մենք հոժարություն ցույց տանք վարելու, ադիգա մեր մեջ ինչ կստեղծե մաքրություն։ Մեր լույսի պես վարիլը մուխչներ սև ներսը, հավասարագշրված գլա և ներսեն աբագին մաքուր կմնա։ Հետևաբար նույնիսկ եթե ես տուն հոգևոր ենք, բայց ներսեն մաքուր չենք ապրիր, կրնանք ներսեն սևցնել և այլևս լույս դուրս չելլեր։ Ներսեն այլևս լույս չելլեր, որովհետև մենք սևցուցած ենք մեր վարել որոշած բաներով։ Մենք գորոշենք գիրագի օրը օրինակի համար եկեղեցի գալ եւ գագնգալենք, որ գիրագի եկեղեցի գալով է, որ մենք ճիշտը գնենք, բայց շաբթվան մեջ նույնը չենք կներ, ադիգա սև մուխ կանե։